Բարև ձեզ բարեկամներ, Փակտիվի նորից եթերում է եւ պիտի ասեմ, որ ընդառաջելով մեր ունկնդիրներից շատերի խնդրանքին մենք այսօր նորից տաղավար ենք հրավիրել մի անձնավորության, ով իսկապես բացառիկ, այսպես հետաքրքիր անձնավորություն է, եւ որի հետ ամեն մի հանդիպում, այսպես մեզ համար մի յուրովի անդրադարձ է եւ դեպի մեր ժողովուրդը, եւ դեպի մեր անցյալը, եւ ամենակարևորը շատ հետաքրքիր մեկնաբանություններ ենք մենք նրանից լսում։ Խոսքս Նովոսիբիրսկի հայկական համայնքի պատմավոր նախագահ, հասարակական հանրային գործիչ Ֆրունզիկ Խաչատրյանի մասին է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ռուշյան։ Շատ ուրախ եմ, որ մեր երկխոսությունը ձեզ հետ շարունակվում է։ Նախորդ հաղորդման ժամանակ շատ հետաքրքիր թեմա էր եւ այսօր կարծում եմ ոչ պակաս կարևոր մի թեմայի շուրջ ենք զրուցելու, իրականում ինչպես է քրիստոնեությունը մուտք գործել Հայաստան, այն քրիստոնեությունը, որով մենք հայերս հաճախ պարտանում ենք։ Դե ասեմ, ցավոք սրտի մեր պատմագրությունը մարդկության ընդամենը 5-6 հազար տարի է։ Այնինչ միլիարդավոր տարիներ եւ մարդկությունը եւ երկրագունդը եւ տիեզերքը գոյություն են ունեցել։ Կարճ ժամանակահատված է եւ այդ կարճ ժամանակը ահագին մեծ սխալներ ունի իր մեջ։ Մեր անցյալը սխալ են ներկայացրել միշտ մեզ։ Ու մանավանդ հայերին, այսինքն ավաղաղվել է անցյալը, պատմությունը շատ մարդկության, իսկ հայերինը հատկապես ավելի շատ է աղավաղվել։ Դրա համար, ասենք, հայերի մի օրինակ վերցնենք, շատերը, որտեղ ժամանակ չկա քննարկելու, ասենք, որ Տրդատ մեծը հայերի թագավոր է դարձել 277 թվին, դա մեր պատմության մեջ է գրած։ Բայց երբ սկսում ենք պարզաբանել, դառնում է, որ Տրդատ մեծը Խոսրոֆի տղան էր, որ փախցրել էին Հռոմ, այսինքն Բյուզանդիա, Բյուզանդիան այդ կոչվում էր Հռոմ են տարել, որտեղ պարսիկները հարձակվելով նենգաբար սպանում են հորը Խոսրոֆին եւ գրավում են Հայաստանի թագավոր, իրենց են նշանակում, իրենք են սկսում Հայաստանը ղեկավարել։ Տրդատը գտնվում է բանում, մինչև այդ Բյուզանդիայի եւ ասենք Հռոմի եւ Պարսկաստանի մեջ տեղի ունենում պատերազմ, որտեղ հայերը օգնում են բյուզանդացիներին եւ հաղթում են պարսիկներին։ Դա բոլոր պատերազմները վերջանում են պատմության մեջ, վերջանում են պայմանագրերով, խորհրդակցություններով եւ պայմանագրերով, բոլորն այդպես պատմության մեջ։ Ու այդ պատերազմը տեղի վերջացել է Մծպինի պայմանագրով, որը տեղի ունեցել 298 թվին։ Այդ պայմանագրի մեջ նշված է, որ արդեն քանի որ հռոմացիները հաղթեցին պարսիկներին, որ հայերին թագավոր պետք է նշանակեն հռոմացիները 298 թվից հետո 277-ին չէին կարող թագավոր նշանակեն։ Այս պարզ բան է, էլի, բայց տարիները խախտվում են։ 13 տարի դիտավորյալ խախտվել է, այս եկեղեցականներն են խախտել։ Իրանք դրել են, որպեսզի ասենք իրանց այդ Գրիգորը բանդարներ, այդ չի, ոչ որից հետո հայերը ընկնում են Հռոմի ազդեցության տակ։ Հռոմը նշանակում է թագավոր։ 298 թվից հետո թե որ տարի պարզ չի արդեն երբ է նշանակվել թագավոր Տրդատը։ Թագավոր նշանակվելուց հետո Տրդատը երբ որ սկսում է ինքնուրույն գործողություններ անել, ինքը ֆիզիկապես շատ ուժեղ մարդ է լինում, անհատ է լինում Տրդատը, ուզում է Տրդատին թագավոր նշանակելու ընթացքում իրան շրջապատում են հռոմական ագենտուրայով, հատուկ ծառայությունների մեր ժամանակակից գործակալներով, այդ ագենտուրայով գործակալներով, այդ գործակալների ղեկավարի անունը լինում է Սուրեն, որի հերը սպանել էր Տրդատի հորը, Խոսրոֆին, Անակը, Սուրենի հերը Անակն է, իսկ իրա այսպես ասած կլիչկեն այդ Սուրենի կոչվում է հունարեն մականունը կոչվում է Գրիգոր։ Այս Գրիգորի շրջապատը ահագին իրան
գործակալներ ունենում իր շրջապատում եւ հռոմական բանակը, որ օգնել էր հաղթել էր պարսիկներին, մնում է Հայաստանում, չի տեղափոխվում Հայաստանից, իբր թե բանին օգնություն Տրդատի։ Իսկ հետո Տրդատը, որ ասենք ինչ որ ժամանակ կառավարելուց հետո նկատում է այս բոլորը, տենում է որ գործակալներ կան ու ինքն էլ բանով է ուզում է անկախ քաղաքականություն վարի, այսինքն Հայաստանը դարձնի անկախ պետություն։ Դա նկատելով հռոմացիները չեն բանանում եւ այստեղ ինքը այդ գործողությունների մեջ, ասենք, այդ գլխավոր գործակալին Սուրենին, Գրիգորին գցում է Բերդը, իսկ նրա շատերին սպանում է, ինչպեսին ասենք նրա շրջապատից էին Հռիփսիմե կույս, Գայանե կույս, այդպես են կոչվում սրանք։ Դրանք եղել են ուլունք ծախող բաներ, բոշաներ, մեր հայերի լեզվով ասած, որ գործակալներ են եղել Հռոմի հատուկ ծառայություններին, որից հետո Հռոմը արդեն ջղայնացած Տրդատի վրա հրաման է տալիս, զորքը հարձակվում է Հայաստանի վրա։ Եվ այդտեղ, ասենք, այսպես են գրում, որ դևը խփեց, Տրդատը ընկավ, կառքից ընկավ եւ խոս դարձավ։ Դե բնականա, որ արդեն այդ սկսում են խփել, այդ բոլորը խափեություններ են, էլի, այսինքն սուտ հորինվածքներ են, խոս չի դարել, սպանել են երևի։ Իսկ տեղը ազատագրել են այս Գրիգորին, բերել են Գրիգորն անստել, ինքն է հրամաններ տվել, որ այսպես անել, կամավոր ընդունում են քրիստոնեություն եւ կազմակերպել են, հետո քանի որ իրանք չեն ունեցել այդ նոր գաղափարախոսությունը եղել, այդ նոր գաղափարախոսությունը, որ մշակվել է Հռոմի հատուկ ծառայություններում, դրա անունը դրել են քրիստոնեություն, Քրիստոսը որտեղ այդ ընթացքում այդ մոտ 300 տարի արդեն ինքը հայտնի մարդ էր, որպես շատ խելացի մարդ, շատ զարգացած մարդ, բայց ինքը բանա բուժումներ շատ կատարել, ջրի վրա քայլել, 10 քանի տարի եղել է Հնդկաստանում յոգերի հետ, բանի հետ, այտենց այդ ուսմունքներ ասովորել, ուզեցել է հрьяաներին առաջ տանի, բայց այդ ժամանակվա թագավորությունները ու Հռոմը բան են արել, իրան դատել են այդ դատարանով, դա պարզ է, էլի բոլորին է պարզ, Քրիստոսին խաչ են անել, որից հետո արդեն այդ Քրիստոսի անունը որպեսզի մնա, մարդիկ սկսեն հավատալ, անունը դրել են քրիստոնեություն, Քրիստոսը այդ իրանց ծրագրի հետ կապ չունեց, իրանց ծրագիրն եղել հայերին հնազանդեցնել, հայերը անհնազանդ են եղել։ Դրա համար հայերին հնազանդեցնելու համար այդ գաղափարախոսությունը դրել են հայերի վրա։ Այսինքն կրոնը հնազանդեցնելու գործիք է դարձել։ Հա, բայց կրոնը, հենց կրոնը ռելիգիա, լատիներեն թարգմանվում է ռելիգիա, նոր կարգեր։ Կոնստանտին Կայսրը տենց էլ ասում է, այս նոր կարգերը շատ լավ հնազանդեցնում են մասսաներին եւ դրա համար թույլ է տալիս 313 թվականի իր էդիկտով, էդիկտակոչում հռչակագրով հայտարարում է, որ քրիստոնեությունը ազատ արձակել եւ Հռոմում, ինչեւ այդ Հռոմում բանը քրիստոնեությունը դատապարտվում էր, հալածվում էր, էլի։ Դրանից հետո դառնում է ազատ, որպես նոր ազատ բանում սկսում են դրա հետևից գնալ, իսկ իրանք այդ շտաբը կազմակերպում են բանում Վատիկանում, որ հետո դառնում է այդ շտաբը ահագին մեծ բան է դառնում Վատիկանում, դառնում է պետություն արդեն։ Այդ հատուկ ծառայությունների շտաբն է դա։ Հասկանում եք ոնց է տեղ ունենում այս բոլորը։ Ու այս դնելուց հետո հետաքրքիր է, որ իրանք քանի որ չեն ունեցել, հայկական ծեսերն են լրիվ մինչև այդ, որ կոչվում է հեթանոսական ցեղային, այսինքն ցեղակրոն մեր հավատքից վերցրել են բոլոր տոները, սարքել են որպես իրենց այդ նոր տոներ։ Հետո այդ դրանից բացի այդ եկեղեցիները, որ եղել են տաճարներ, տաճարներում հայերեն են խոսացել ու հայերեն գրեր են եղել։ Այդ տաճարները բոլորը քանդել են հիմնահատակ ու տաճարների տեղը եկեղեցի են սարքել, որտեղ հայերի հին հավատքի համաձայն հայերը զարգացած են եղել, կարողացել են էներգետիկ ավելի կարևոր տեղերը վերցնել։ Ու տենց օրինակի համար վերցնենք Էջմիածնի բանը եկեղեցին։
այդ Էջմիածնի եկեղեցին կառուցվել է հայկական տաճարի վրա։ Հիմա եկեղեցու պատվալում հենց հիմա հին հայկական տաճարը։ Ու բոլոր եկեղեցիները սկսել են կառուցել հին հայկական տաճարների վրա, որ դրանք ավելի էներգետիկ, ավելի ապահով լավ տեղեր են եղել ընտրած։ Հետո շատ հայկական բաներ վերցրել են, ասենք, այնց բաներ, որ ասենք զատիկ, տերնդեզ, սրանք հայկական հին ծեսեր են, որ հին հավատքով արել են, վարդավառ, եւ շատ կարեւոր է, ամենակարևորներից մեկը օգոստոսի 11-ը եղել է նավասարդ հայերի համար։ Հայերը ունեցել են օրացույց, որը ունեցել է 30 ամիս, 12 հատ 30 ամիս եւ մի հատ 5.5 ամիս օր։ Մի ամիսը 5.5 օր, 13 ամիս են ունեցել։ Իսկ օգոստոսի 11-ին արդեն մի 5-6 տարիա գիտնականները ապացուցել են, որ այդ օգոստոսի 11-ին ոնց որ երկրագունդը նոր զարթնի ու Հայաստանի ժամանակով ժամը գիշերվա 4-ին նոր բանից երևում է, ասենք Տաթևի վանքից Քարահունջից երևում է Հայկ կամ Օրիոն աստղը, որ հորիզոնի վրա դուրս է գալի առաջի անգամ։ Դրա համար այդ տարին պատահական չի եղել, որ կապված է եղել բնության օրենքների հետ։ Հայի բոլոր ծեսերը կապված են, ասենք Զատիկը մարտի 21-ին գիշեր հավասարի հետ, դրանից մոտ 40 օր առաջ տերնդեզը, որ նշանակում է կրակով մաքրվել հոգին ու մարմինը ջրով։ Այս բոլորը վերցրել են եւ բացի այդ էլ իրանց ինչպես ավար իրանց տարբեր անուններ են դրել Տեր, Սուրբ, Սրբազան, Վեհապար, Լուսավոր, ամեն անուններ դրել են ու հես Գրիգորը արդեն հրավիրել է հունների ասորիների, որ հայկական եկեղեցիներում հուններն ու ասորերն են իմացել։ Հայերը չեն կարողացել ընկալ չեն խոսալ։ Հայերը չեն էլ իմացել եկեղեցիում ինչ են կատարում։ Նա ոնց կարող էր կամավոր ընդունել որպես պետական կրոն։ Այդ պեչատը խփել են, Տրդատը սպանվել է կամ քնացվել է, իսկ դրա փոխարեն Գրիգորը ինքը խփել է այդ պեչատները ու համարվել է թագավորի անունից։ Հա, որպես թագավորի անունից։ Իբր թե դարձի եկավ Գրիգոր բանը, Տրդատը դարձի եկավ ու տես դարձրեց։ Ու այս ձևով մինչև այսօր հայերը մեծ ցանկման մեջ են։ Ինչպես ասում է, ասենք, մեծ Նիցշեն ասում է, որ այդ քրիստոնեությունը վերջ տվեց մի ազգի, որը պայծառ գիտակցություն ուներ եւ շատ մեծ շնորհքներ ուներ, որը այդ քրիստոնեությունը վերջ դրեց այդ ալիական ազգին։ Այսինքն, պարոն Խաչատրյան, ուզում եք ասել, որ քրիստոնեությունը հայերի համար ոչ թե առաջադիմական քայլ էր, այլ ընդհակառակ։ Այո, իհարկե դրանով հետ են գնացել հայերը մինչև հիմա, այդ հետընթացը ապրում են, ու անընդհատ հայերի մեջ եղել է մեծ ճգնաժամ։ Այդ ճգնաժամը նրանք գնալով եւ տերիտորիաներն են կորցրել, անընդհատ իրենց տերիտորիաները կորցրել են իրենց հողերը եւ պետությունն են կորցրել գնալով։ Իսկ նենց են մեզ բանանում, նենց են նկարագրում կեղծ ձևով, որ իբր կրոնը պաշտպանեց պետականությունը, փոխարինեց պետությանը։ Այս սխալ ուսմունքը շատերի մոտ ընդունված ու շատերն են այդ ասում, բայց իրականում ինչ որ վերցնում ես, նայում ես, իրականում ինչ քրիստոնեություն ընդունվել է, անընդհատ հայերը կորուստներ են ունեցել։ Եվ հետագայում երբ ասենք մի 70 տարի հետո, երբ որ հայերի էլի նորից պարսիկներին էր ենթարկվում, Արշակ II-ը իրանք գցեցին այդ անհուշ բերդը, այդ պարզ բան է, չէ՞, իսկ իր տղան գտնվում էր Հռոմում։ Պապին նշանակեցին էլի հռոմացիք հաղթեցին, նշանակեցին թագավոր 70-ից 74 թիվը, Պապը նույն ձևի կրկնում է Պապ թագավորը Տրդատի գործողությունները, այսինքն ուզում է ազատ լինի, ազատագրվի եւ կրոնից
Եվ բանից Իրանը նորից սպանում են նույն հռոմացիները, նույն բանը, նույն ձեռագիրն է գալիս, իսկ 377 թվին Հայաստանը արդեն կիսվում է երկու մասի, Արևելյան եւ Արևմտյան Հայաստան։ Արևելյան Հայաստանում թագավորը նշանակում են պարսիկները, Վրամ Շապուհն ալնում թագավորը մոտ 380 թվերին, հայերը այդ ժամանակ Վրամ Շապուհը իր քարտուղարին, որի անունը Մեսրոպին հրաման է տալի, որ հանեք ձեր 5 գրերը, որ տաճարներում կար, ձեր գրերով օգտագործեք, դուք հունարեն ու ասորերեն չգիտեք, եկեղեցիներին չեն բանանում։ Իսկ այդ ժամանակ այդ նույն Գրիգորի ծոռը, թե թոռը, որը կաթողիկոս էր, Սահակ Պարթև այսպես կոչված, դեմ ալնում։ Հասկանում եք, իսկ այս բանը պատմություն աղավաղված է, մեզ իրականությունը չեն ասում։ Ինքը դեմ ալնում, իրան 2 տարի նստացնում են Պարսկաստանում, Սահակ Պարթևին, ինքը համաձայնվում է, որ թող գրերը հանեն, բայց ինքը ստիպում է, որ գրերի մեջ փոփոխություն անի, քանի որ 36-ը խորհրդավոր թիվ է ու հայոց այբուբենը շատ խորհուրդներ ու գիտելիքներ ունի իր մեջ, որպեսզի դա չլինի, ինքը ասում է, որ 36 տար չպետք է լինի, իսկ այս Վռամ Շապուհն ու Մեսրոպը պնդում են, որ 36 պետք է լինի, ինքը կարողանում է այս Սահակ Պարթևը փոխել 2 տառը հանում են, ֆն են հանում հայերի այբուբենից, հետո բանը ֆն եւ ու տեղը դնում են ե եւ ո, հայերեն ամեն մի տառը մի հնչյուն է, այստեղ արդեն են հնչյուն չի, է, 2 տառով կարող ես գրել, այդ ինչի մարաբան դառնում էլի, հասկանում եք, կամ ո, հասկանում եք, ու ես մնում է հայերի մոտ մինչև 10 քանի երրորդ դարը նոր փոխվում է, ունել ավելանում, ֆնել էլի նորից ավելացնում են, բայց հայերի մոտ արդեն տեսեք ֆիլոսոֆիա բառը դառնում է փիլիսոփա, հասկանում եք, դելֆինը դելփին, արդեն այդ բաները չկան էլի, հայերի մոտ ահագին հետադիմություն առաջ գալի, ես մոմենտով ասեմ, ու այդ դուս է գալի, որ քրիստոնեությունը մեր հայ ազգին ահագին հետ տարավ, ոչ թե քրիստոնեությունը, այլ այդ Հռոմի այդ գաղափարախոսությունը, որ դրեցին հայերի վրա, որպես հնազանդեցրած, ու անընդհատ կորուստներ ունեցան, այդտենց էլ եկավ մինչև այսօր հələ ժամանակ կա, այսօրվա օրը կարելի ասել, որ մենք արդեն պետք է դրանք ճշմարտությունը ընդունենք, ոնց կա, մեր գիտնականները ճիշտ թիվը եւ Տրդատի եւ այդ գործողությունների 301 թվին եղած գործողությունների, որտեղ այդ ժամանակ սպանել են մոտավորապես 70% հայերի, որոշ ամենամեծ ջարդն է եղել, 70%-ը սպանվել է, իսկ մնացածի վրա արդեն նենց են դրել, որ մենակ լսողները ավելի ցածր մակարդակի մարդիկ են մնացել։ Այն ժամանակ ասում են, որ ասենք հորս բան էին անում, թևերը ոտերը կտրում էին, կենթանի վիճակով գցում էին մոխրի մեջ, մինչև մահանա, իսկ եթե իրան օգնող էր գալիս, սպանում էին։ Այդ ձևի հռոմական զորքերը այդքան բան են եղել։ Այդ նույն բանը կրկնվել է բոլոր ժամանակներում ահագին։ Պարզապես կայսրությունները փոխվել են, ամեն մի կայսրություն փոխվելուց մի նորից այդ բանը նորից վերականգնվել է, փոխվել է եւ այլն։ Կայսրությունները ասենք ասենք, որ նայում ենք, առաջի մեծ կայսրությունը այդ ժամանակներում եղել է, որ սկսվել է պատմագրությունը, եղել է Եգիպտոսի կայսրությունը։ Եգիպտոսի կայսրությունը հզոր էր ուժեղ էր, իրանք ահագին ուժեղ էին, իսկ Բաբելոնը թույլ էր։ Հետո Բաբելոնը հաղթում է Եգիպտոսին, ինքն է դառնում գերիշխան աշխարհին։ Հետո Բաբելոնին իմիջիալոց ասեմ, որ այդ բոլոր ընթացքում հայերը գոյություն են ունեցել, բայց կայսրություն չեն ստեղծել, ունեցել են մենակ պետություն։ Այդ կայսրությունները հետո Բաբելոնին հաղթում են պարսիկները, իրենք են սկսում պարթևների տիրապետությունա դառնում, հետո պարթևներին հաղթում է հելենները, Հռոմը,
մակեդոնացին 323 թվականին դա պարզա չէ ու հետո պարսի արաբները որը ջապում են համարյա կիսավայրենի ցեղ արաբները հաղթում են Հռոմ են դառնում արաբական խալիֆայություն արաբներն են տիրակալը դառնում հետո արաբներին թաթար մոնգոլներ են հաղթում թուրք սելջուկները հետո գալիս են ռուսները նոր կայսրություններ հետո այսօրվա օրը անգլոսաքսերն է ու այդ ամբողջ ընթացքում հայերը միշտ եղել են մեծ մասամբ պետություն են ունեցել իսկ Հռոմի տարածած այդ գաղափարախոսությունից հետո սկսել է բանը պետությունը անընդհատ նվազել ու վերացել է պետությունը այսօր այդ բոլորի արդյունքը ինձ շատ է հետաքրքրել թե չի պետք է լիներ ինձ թվում է որ ինչն էր պատճառը ես ասենք երկար մտորումներից բանից հետո նոր եկել եմ այն եզրակացության որ այդ ժամանակ արդեն մեր նախնիներից շատերն են այդ մասին ասել որ եղել է տիեզերական ձմեռ իսկ ինչ է տիեզերական ձմեռը ուրեմն երկրագունդ ամբողջ տիեզերքը բնական է բայց նույն իրականությունն է որ գոյություն ամբողջ տիեզերքը արդեն միլիարդավոր տրիլիոն տարիներով անընդհատ համակարգվել ու գործել է ու այդ այսօրվա գիտության մեջ ընդունված է որ տիեզերքում երկնային մարմինները այդ թվում եւ հողագունդը մեր երկիրը կատարում են տիեզերական շարժումներ կոչվում են շարժումները որոնք կրկնվում են ունեն ցիկլ եւ պարբերական են անընդհատ կրկնվում են ուրեմն այսօրվա գիտությունը ինքնապնդում դա մեջ հայտնի է որ հողագունդը երկրագունդը կատարում է 13 տիեզերական շարժումներ դրանցից առաջինը նա է որ երկրագունդը առաջին շարժումը պատտվում է իր առանցքի շուրջը սա ինչ է առաջ բերում անընդհատ կրկնվում է դու գիտեք չէ երկրագունդը որ պատտվում է իր առանցքի շուրջը առաջ է գալիս 24 ժամվա ընթացքում ցիկլը ընդամենը 24 ժամ անընդհատ օրվա տևողությունը առաջ է գալի գիշեր ցերեկ մութ լույս տաք ցուրտ չէ այո երկրորդ շարժումը ըստ այդ գիտակ այսօրվա ժամանակից գիտության դա երկրագնդի շարժումն է արևի շուրջը որը տևում է որի տևողությունը ցիկլը կազմում է 365 օր այսինքն 1 ամիս ու անընդհատ սա կրկնվում է սա առաջաբերում աշուն գալուն ամառ ձմեռ չէ այո իսկ այդ հետո կյանքա ծնվում կյանք են ծնվում կյանքա մահանում նոր սերունդներ են աճում եւ այլն շատ փոփոխություններ տեղի ունենում հետո երրորդ շարժումը այսօրվա գիտության մեջ հայտնի է պրեցեսիան ուրեմն այսօրվա գիտության մեջ քանի որ անգլոսաքսերն այսօր հրամայողը անգլոսաքսերը գտնում են որ հայտնաբերել է հեպարխը մեր թվակությունից երկրորդ դարում որի իմաստը ինչ է երկրագնդի առանցքը ասենց 23 աշճան մոտավորապես թեքություն ունի ու ինքը պատտվում է իր այս հիմքի վրա որը կազմում է գլանաձև շարժում ասենց այս գլանաձև շարժումը անընդհատ կրկնվում է որի ցիկլը 25800 տարի է մոտավորապես հասկանում եք այսի մարդը իր կյանքում չի տենում առաջին երկու շարժումները տենում էր ու բնությունը գիտությունը դրանք ընդունում է առաջ երկու շարժման հետևանքները իսկ երրորդը չի իմանում ինչ հետևանքներ ունենում նա գոյություն ունի բայց ինչ հետևանքներ է թողնում չի ստացվում իսկ մեր նախնիներից շատերը այդ մասին արդեն հայերը շատ վաղուց են իմացել ասենք հիպարխից շատ վաղուց ասենք այս մեր քարահունջը որ կառուցել են դա մոտ 7-10 տարի առաջ է եղել ավելի շուտ քան երկրորդ դարը չէ իսկ հայերը այդ մասին իմացել են քանի որ այդտեղ ասեմ որ այս երկրագնդից 500 լուսատարի մոտավորապես 150-500 լուսատարի հեռավորության վրա գոյություն ունեն 12 համաստեղություններ որ դրանց անունները հայերը շատ վաղուց են տվել կոչվում են կենդանակերպի նշաններ դրանք են ասենք այս առյուծ խոյ զոդիակներ են կոչվում
որ հիմա աստղաբանները սա օգտագործում են, էլի, ու այդ բաները այս հին մեր հին նախնիները այն ժամանակներում հատված միանգամից չի գրվում, որ մենք իմանանք, տարբեր տեղերից իմանում ենք, որ իրանք արդեն դա բնութագրել են, որ խոյի եւ ձկան համաստեղություններում երկրագունդը ապրելու է տիեզերական ձմեռ, որտեղ կեղծն ու սուտը արժեքներից, կեղծը, սուտը եւ նման բաներ ավելի առաջնային են լինում։ Իսկ ըստ բաների, ըստ ասենք այս համաստեղությունների Ռոմս հերախոսդ ինչ է թողել։ Դա բան արեք անջատի։ Անջատի բան արան, օբշի պլանով տվեք թող փակի, արդեն սահմանափակի կամաց։ մի երկու րոպե խոսամ, հա, այսի կճնջեք էլի, մեր խոսալը, հա, ոչմ այդ բանը մեր գիտության մեջ արդեն կա, որ 2012 թվականին արդեն երկրագունդը մտնում է ձկան համաստեղությունից դուրս է եկել, մտնում է ջրհոս, որի ժամանակ սկսվում է տիեզերական գարունը, ու հիմա փոխվում է ամբողջ աշխարհը, այսինքն գարունն է սկսվում, գարնանամուտի ժամանակ հեղեղներ, ջրհեղեղ եւ այլն, այդ բոլոր ընթացքը հիմա է գնում, այս բոլոր կայսրությունները խորտակվելու են, սկսվելու է նոր համակարգեր ստեղծվել, որտեղ լինելու է ճշմարտությունը առաջնային։ Կեղծն ու սուտը գնում են երկրորդ տեղ իրանց վիճակը։ Այս բանը հիմա սկսվելու է, հիմա այս process-ն է գնում, հետո հաջորդը կշարունակենք, ես կասեմ։ Պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ այսօրվա համար նույնպես, իհարկե մենք մեր երկխոսությունը կշարունակենք, բայց կարծում եմ, որ այն հետաքրքիր ինֆորմացիան, որ այսօր մեր ունկնդիրները ստացան ձեզանից, իսկապես մտորումների լուրջ տեղիք է տալիս, տեսեք դուք ձեր, ինչպես ասում են, կարծիքների մասին կարող եք մեզ գրել, ասել եւ հաճույքով այդ ամենը մենք կփոխանցենք պարոն Խաչատրյանին։ Այսօր այսքանը, սիրելի բարեկամներ, մնացեք լավատես, ցտեսություն։